Առաջինը խոտն ենք տալի, հետո տակերը մաքրում ենք։ Տակերը մաքրելուց հետո թրիքը դուրս ենք տալի ու հորթերին կերակրում ենք։ Անասուններին քորում ենք, որը տենում ենք մի քիչ լավը չի, քորում ենք, բան ենք անում, մաքրում ենք իրանց։ Լողացնում ենք անասունները, որ մազակերը չուտի։ Զբաղվում ենք մեր անասուններով, մեծամասնությունը օրվա մեջ 4-5 ժամ անասունների հետ զբաղվում ենք, դե սրանով ենք մենք զբաղվում ենք, որ մեր անասունները լավ լինեն։ Եթե լավ չպահենք, լավ եկամուտ չեն էլ տալ։ Հարգելի հետևորդ, մինչև տեսանյութի դիտումը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր էջին եւ հավանել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Դավիթը արդեն 30 տարի այս աշխատանքային ռիթմի մեջ է։ Նրա համար գյուղական կյանքը ոչ թե ռոմանտիկա է, այլ ամենօրյա ծանր, բայց սիրելի աշխատանք։ Օձունի այս բարձունքում, որտեղ սարերն ու ձորերը միախառնվում են երկնքին, Դավիթը կառուցել է մի տնտեսություն, որն իր տեսակով եզակի է։ Այստեղ պապենական օջախի ավանդույթները համատեղված են նոր ժամանակների պահանջներին։ Դեռ փոքր տարիքից սարերում աչք բացած տղամարդը գիտի, հողն ու անասունը սիրում են խնամք ու ճիշտ հաշվարկ։ 3 կովից է սկսել տնտեսությունը ու այսօր դարձրել է 25 գլուխ անասուն ունեցող ֆերմա, իսկ հին ու խարխուլ կացարանի փոխարեն հիմա եվրոստանդարտներով կառուցված գոմ է։ Հես այս երկու կողմն եմ առի ախպեր, հատին 600,000 փող եմ տվել։ Այս լրիվ չէ, կեսը կթյա, կեսը ծանրածա մոզեկ են, կեսը ախպեր։ Են էլ անցած տարվա մոզեկն է, այս տարի 4 հատ ծնել են, երկուսն ստեղ է, երկուսն էլ ընդեղ է, որդերը։ Խոտը ուտում են, պրծնում եմ, նորից մի հատ էլ խոտը տալիս ենք ու դուռը փակում գնում։ Իրիկումը ժամը 10-ին գալիս ենք, էլի նայում ենք ու դուռը փակում ենք, մեկ էլ առավոտը գալիս ենք, մեր էլի նույն ջրի, մեր բեջարները սկսում։ Բեջարել, այսինքն խնամել ու շենացնել։ Դավիթի համար սա պարզապես բառ չէ։ Տարիներ շարունակ գյուղում ուրիշի գոմը վարձակալելուց ու ամսական 50,000 դրամ վճարելուց հետո նա հասկացավ պետք է սեփականը ստեղծել ու ստեղծեց այնպես, որ նույնիսկ գյուղ եկած զբոսաշրջիկները զարմանում են գոմ եվրոպատուհաններով։ Սա իմ պապական օջախն է, ես պապս, տատս նվիրել են ինձ այս տունը, ես ոչ թե պակսասել եմ, այ ավելացել եմ։ Այս տարածքը սետ կաբատած էր, նավես էր, փուլ եկավ, ես իմ ուժերով ես սարքեցի, տուն այս սենյակները չկար, ես եմ սարքել, վաղնի գուզքանը ես եմ սարքել, իհարկե իրանք սաղ ժամանակ եմ ես սարքել, իրանք սաղ են, բայց ինձ ոչ մեկին չեն օգնել, ես իմ ուժերով գնացել եմ, սոր ես մի գործն եմ արել, ես մի տային են մի գործն եմ արել, թենց, ուրիշ, տուն տեղ ես իմ ընտանիքով, բայց չեմ էլ դժգոհ եմ ոչ մի բանից, կրիշերն եմ վերանորոգել, արևայինն եմ դրել, իմ ընտանիքով, իմ երեխի իմ կնոջ հետ ես ստեղծել եմ իմ այս ամբողջ ունեցվածքը։ Դավիթի հաջողության բանաձևը ճիշտ հաշվարկն է։ 15 միլիոն դրամի վարկը շատերի համար գուցե սարսափելի հնչի, բայց ոչ Դավիթի։ Նա գիտի առանց ներդրման զարգացում չկա, ու մինչև ոմանք օտար երկրներում բախտ են որոնում, նա իր բախտը գտել է հենց այստեղ, Օձունում ու Տաշիրի հեռագնասարերում։ Ֆորթեին կերակրում ենք, կեր եմ տալի հմիկվանուց ախպեր։ Հենա կերը բանում դրած է, կերը տալիս, խոտը տալիս ենք, կերը դնում ենք առաջները, ջուրն առաջներն է, ճաշվակոմերը գալիս եմ էլի, սենց խոտը հավաքում եմ ածում առաջները։ Այս ամենը հնարավոր չէ լինի առանց ընտանիքի անդավաճան աջակցության։ Մի ձեռքը ոնց ծապ գտա, կամ կարաս մի ձեռով 5 հատ ձմերով բռնես, չես կարա։ 3 կովից սարքել եմ 25 գլուխ։ Այդ մենակ խոշոր եւ ջերամորոշ։ Խառը։ Ես իմ ընտանիքի հետ, իմ կնոջ հետ աշխատող չեմ տայել, իմ ընտանիքն է ինձ օգնել, որ այս արդյունքներին մենք հասել ենք։ Դե մենք այդ գումարի մեջ տեղավորում ենք, համ մեր վարկերն ենք փակում, համ մեր ընտանիքն ենք պահում, ոչ մեկի դուր չենք գնում։ Մենք մեզ իմ ընտանիքով, մեր աչիկ քաշած, մեր գործով աշխատում ենք։ Պետք է մոզիկը պահում ենք, ծախում ենք,
որ մենք մեր գործողությունները անենք, մինչև մեր սարի սեզոնը բացվի։ Այնքան հարլուծեցինք, որ բանկի հետ ոչ մի խնդիր չունեցանք։ Բանկը դահակը չգցեց, չթողեցինք դահակը գցի, բանկի հետ մինչև հիմա խնդիրը չունենք։ Մենք չենք թողում, որ բանկի հետ ինչ-որ խնդիր ունենա։ Իսկ շատ վարկեր ունեք։ Դե կա էլի 15 կա էլի։ Չեմ դժգոհում։ Ես իմ աշխատանքին չեմ դժգոհում, մեծ սիրով անում եմ, մեծ սիրով գնում եմ սարը, իհարկե ընտանիքը շատ ժամանակ մոտս չի լինում, բայց չեմ էլ նեղվում։ Դավիթի համար սեփական տնտեսությունը շենացնելը ոչ թե քմահաճույք էր, այլ արժանապատվության հարց։ Տարիներ շարունակ ուրիշի դռանը վարձով աշխատելը նրան սովորեցրել էր մեկ բան՝ օտարի պատերը երբեք հարազատ չեն դառնա։ Նա ընտրեց դժվար, բայց սեփական ճանապարհը։ Պապական տան դիմաց բարձրացրած այս նոր գոմը Դավիթի տասնամյակների տանջանքի ու փոքրուց սարերում անցկացրած օրերի հատուցումն է։ Շատ պատմությունով եմ ես շարը գնացել, շատ քորփուց։ Տանջվելով ստեղծել ենք մեր ունեցվածքը։ Դրանը գոմը փոքր էր, այս 2 տարի սարքել եմ այս գոմը, 0-ից եմ սարքել։ Ունեիք գոմ փոքր։ Ունեինք շատ փոքր էր, հին էր։ Մի տարի ուրիշ տեղանասունը սպանում էի, ամիսը 50,000 փող էի տալի գոմին, արենդ էի տալի։ Բայց ես գցեցի, բռնեցի, որ այս գոմը սարքեմ, այդ 50,000-ը կմնա ինձ, իհարկե տանջվել եմ, բան եմ արել, բայց ես իմ տան դրանը։ Եվրոպատուհաններով գոմ եք սարքել։ Դե բա որ սարքեմ ես պետք է սա նորմալ սարք։ Ժամանակակից ֆերմերը պետք է լինի նաև լավ հաշվապահ։ Օձունի սառնամանիքներին տունը տաքացնելն ու տնտեսությունը պահելը թանքաճույք է, եթե չկա ճիշտ հաշվարկ։ Դավիթը որոշեց օգտագործել բնության ուժը՝ մաքուր տուն, քիչ ծախս ու վճարվող վարկեր։ Սա է Դավիթի ստեղծած բանաձևը, որտեղ ամեն լուման ծառայում է նպատակին։ Օրինակ ձգտել եմ, արևայինը դրել եմ, որ մի բան ծախսես քիչ լինի։ Ձգտում եմ մի բան անեմ իմ ընտանիքի, հիմա երեխեք են մեծանում, որ սա ամեն ինչը նորմալ լինի։ Նոր եք դրել արևայինը։ Այս մի տարի այսա։ Եթե սուր փետի մետրին բրիտան 20,000, ամիսը 2 մետր փետ պետք է վառեմ, ինա իր կրեդիտը կտամ։ Իմ տունն էլ մաքուր 4 ցամաք կտքանա, ոչ մի բան չկա։ Կա, հնարավորություններ շատ կա, մենակ ճիշտ հաշվարկների տանես, ճիշտ մտածելակերպ անես, որը ոնց անես, ոնց չանես։ Օրական կես տոննա կաթ։ Այս թիվը հպարտություն է, բայց նաև հսկայական պատասխանատվություն։ Դե սարում մենակ տղամարդ եմ, կաթը մշակել չեմ կարող։ Այդ մի հմտությունից զուրկ եմ, ասում է Դավիթը։ Ուստի ընտրել է մասնագիտացված ճանապարհը, ու ոչ միայն իրանասունների հոգսն է քաշում, այլև դարձել է կամուրջ համագյուղացիների ու մշակող գործարանների միջև։ Մի խոսքով Դավիթի օրը րոպե առ րոպե հաշվարկված է, կթից մինչև հանձնում, որպիսի աշխատանքի արդյունքը ջուրը չընկնի։ Օրը 500 լիտր կաթ հալեմ, ես չեմ կարող այդքանը մշակեմ կամ ռեալիզացնեմ։ Ես կողքից անասուններ եմ տանում ֆինանսով, գումարով, բանով, ես ինձ գումար եմ տալի։ Ես չեմ կարող այդքանը ծախեմ, կփչանա։ Չեմ կարող ծախեմ, որ մարդկանց գումարները տամ։ Կարող ասորուզող կա, այդ մի քանի ժամանակ չո կիլո չես կարող անես այդքան գործողությունը, որ դու կայնաս քու բանկերը ապահովես։ Կամ քո ընտանիքին ինչ-որ ֆինանս պետք է լի 10 օրը մեկ իրանց ֆինանսը տրամադրում են մեզ։ Իսկ գինը ձեռքա տալիս։ Դե մի ձեռ չտա, բրիտանք։ Բայց գյուղացու կյանքը միայն հաջողությունների մասին չեն։ Սա մի ռիսկային գոտի է, որտեղ բնության օրենքներն ու հիվանդությունները հաճախ հարվածում են ամենացավոտ տեղին՝ գրպանին։ Վարկը, որը զարգացման շարժիչն է, երբեմն դառնում է ծանր լուծ, հատկապես երբ կորցնում ես անասունին, բայց պարտքը մնում է։ Դե առանց վարկի մարդը դժվար կունենա։ Սորմիկովը սարքել են 600,000 դրամ փող, 700-800,000 դրամ։ Եթե պակասները չլրացնենք, մենք այսօր չենք կարող ունենանք։ Ես 2 հատ կովեմարը հատին 600,000 փող եմ տվել։ Բայց այլ որ բրիցիլոսը գալիս են հանում են, ասում են բրիցիլոսը կամ էսայն, այժմ գներով տանում են, այդ դրանից մենք մեր օգուտները չենք կարող հասկանանք։ Եթե 300,000-ով, 200,000-ով հիվանդ անասունը մենք ծախում ենք, հետո ձգտում ենք, որ գնանք էլի տեղ առնենք, այդ գնի չենք կարող, ուզած վարկ ենք վերցնեմ, նրա ծախածին թմամենք, որ ինքը գնանք նորից անասունը առնենք, բերենք, տեղը լրացնենք։ 20 օրվա ծնողս բրիցիլոս հանեցին, ստիպված ես մորթիլ են տվել, որ այդ միսը թե ինչ չանեն, դա ես չգիտեմ,
որ ասել են բրիցիլոս է, մորթիլ են տվել, ծախել եմ, ախպեր, վրեն էլ լռա, երկու կովը ծախել եմ, գնացել մի հատ կով առել։ Բայց չեղավ դա կորուստ։ Իսկ իմ հերոսի համար ամենամեծ անհասկանալի երևույթը մեղմ ասած չարիքը աշխատանքից խուսափող մարդն է։ Նա չի ընդունում գործ չկա արդարացում եմ։ Աշխատեն, միայն աշխատեն։ Ով աշխատի նա կուտի, ով չաշխատի ոնց կուտի։ Եթե ես սոր չաշխատեմ, կարամ իմ երեխեքին պայեմ, չեմ կարա։ Սոր Ռուսաստան էլ գնում ես, այնքան էժան են ասեմ աշխատանքը, որ փող ուղարկում ես, միջև ես ուղարկում, կես կին ավելավա ստեղ դու քո ընտանիքի մեջ մի հատ գործ դնես, խոսքը անասնապահությունն է, որ ինչ որ կա քո տանել ես, ինձ աղով ես քնեմ վեկենեմ, բայց ստի քո ընտանիքի մեջ ես քնեմ։ Չաշխատողը մեզանից լավ ապրեմ, քան ստի աշխատողը։ Բայց ո՞նց։ Չգիտեմ ես։ Հանել սաղ պատերի տակ ինձանի նրանից պապիրոզը կուզեմ, բայց որ ասես արի աշխատի 5000 դրամ կտամ չեն գալ։ Այսինքն մեզանի լավ են ապրեմ, որ չեն գալի։ Օրինակ մարդ կա գնում ես ասեմ արի աշխատի ամսական ոսկի իսկան գործը պետք է անես ամսական 100-150 հազար փող եմ տալի չեն գալի, բայց իմանում ես գնում են ուրիշ տեղով էժան գներով անում են։ Ու երբ սկսվում է ամառանոցային շրջանը, Դավիթի կյանքը տեղափոխվում է Տաշիրի հեռավոր յայլաներ։ Այնտեղ նա արոտավայրեր ունի վարձակալած։ Ասում է այնտեղ անասուններ պահելը հեշտ է, կաթն էլ որակով։ Օրական 500 լիտր կաթ հանձնում է, իսկ եկամուտը նորից ներդնում գործի մեջ։ Ռուսաստան եմ եղել։ Հետո Ռուսաստանից եկա, ես չեմ կարող որ իմ գլխին շիֆլի։ Ես իմ գլուխը կախ, շատ կլի, քիչ կլի, ես իմ ընտանիքով մեր անասունները գնում ենք այստեղ վերև սար, այդտեղ տեղափոխվում ենք Տաշիրի շրջան, ընդ ես արոտավայր ունեմ, արենդավատ եմ արել, մենք տեղափոխվում ենք ընդյան, աշունքների հետ գալիս մեր մոտի սար։ Իսկ ինչ է գնում Տաշիրի սար, ինչն է այնտեղ, ինչ կա։ Դե այնտեղ արդեն հարմարվել ենք, այս 10 քանի տարի է գնում ենք, այնտեղ հարմարվել ենք, ընդի հեշտ ենք գնում։ Հետո կաթն էլ աշատել։ Համ կաթն էլ աշատել եմ, անասուններն էլ են լավնել եմ, մենք ենք գնում այնտեղ, կորածի չենք ման գալի եւ այլն եւ այլն։ Այսքան տանջանքից ու ստեղծածից հետո նրա համար ամենամեծ վախը ոչ թե ֆինանսական կորուստն է, այլ անորոշությունը։ Նա ով իր ձեռքերով է կառուցել ամեն պատը ու ամեն առաստաղը, հասկանում է առանց խաղաղության այդ ամենը մի ակնթարթում կարող է դառնալ փոշի, որովհետև նրա աշխատասիրությունը սահմանապահի պես մի բան է, շենացնում է իր հողը, որպեսզի այն երբեք ամայի չմնա։ Ես կուզենամ երկրի խաղաղությունը լի։ Գերիները վերադառնան իրենց ընտանիք, մենակ այդ կցանկանա մեր հայ ժողովրդին երկրի խաղաղությունը լի, ուրիշ ոչ մի բան։ Եթե երկիրը խաղաղ լի, ամեն ինչը նորմալ կլինի։ Եթե երկիրը խաղաղություն չլի, կարող է մի առավոտ վեկինանք տենանք, մենք հետ չգանք։ Մենք հեռանում ենք Օձունից մեր թիկունքում թողնելով Դավիթին, ով իր օրինակով ապացուցում է հայրենիքը շենանում է ոչ թե մեծ խոսքերով, այլ ամեն առավոտ ժամը 5-ին գոմի դուռը բացող ու սեփական հողի վրա աշխատող մարդու համառությամբ։ Եկեք նստեք, մեր բաժակ բան խմենք, կայնակը բեր, տիկիտ։ Կայնակը բեր, քեզ չեն նկարի արի, հա։ Կայնակը բերեք, եկեք նստենք, մեր բաժակ բան խմենք, ախպեր։ Օջախա, մի նկարեք չնկարեք դրա, ով ուզում է բույր եկել։ Ուտի մի կտոր հաց ուտենք, մի կտոր մի բաժակ բան խմենք, որ նոր գնանք։ Ասել ձեզ, որ ձեր ձեռն եմ ընկնել, պրծուն չկա, դուք էլ որ ձեռն եք ընկնել, вообще պրծուն չկա։ Հարգելի հետևորդ, մինչև տեսանյութի դիտումը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր էջին եւ հավանել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։